Այմիջալոց վերադառնալով մի կտոր կա, որ այնուամենայնիվ բաց թողեցի եւ կուզեի ասել Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ, մշտապես հարց է հնչում, թե որն է այնուամենայնիվ երբ որ տեսնում եմ, որ պայմանավորվածությունները անխոցելի են, երբ որ տեսնում եմ, որ տեքստը անխոցելի է, այդ թվում պայմանագիր եւ այլն, մշտապես հարց է բարձրացվում, որ որն է այնուամենայնիվ երաշխիքը, որ այս ամեն ինչը կպահվի, կամ երաշխիքը, որ խաղաղությունը կշարունակվի, կամ երաշխիքը, որ ուրեմն ենթակառուցվածքները կբացվեն եւ այլն։ Երաշխիքը մշտապես երաշխիք ասելով մեր ենթագիտակցորեն, թեև նաեւ բան խոսքերի վերբալ մակարդակում մշտապես նկատի է առնվել որևէ երրորդ կողմի, շատ ուժեղ կողմի, հա, կամ տերությունների, այսպես ասած, մեծ տերությունների ուրեմն ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը կամ որևէ ներկայություն գետնի վրա։ Ես պետք է ասեմ, որ եւ մեր օրինակը եւ կարող եք ինձնից ավել կամ ինձնից առաջ ընկնելով բերեք բազմաթիվ այլ օրինակներ, երբ այս կարգի երաշխիքները չեն գործել։ Ընդհանրապես չեն գործել։ Մենք ցավոք սրտի գիտենք դա։ Մեր օրինակից, չգիտեմ, ամենաթարմ եւ այսօր ընթացող կոնֆլիկտները կարող եք նայել, բոլորը նույն խնդիր ունեցել են եւ ահա մեր դեպքում պատասխանելով հարցին, թե որն է այնուամենայնիվ երաշխիքը, որ կպահվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, կսկսեն գործել պայմանավորվածությունները, հետեւյալն է. բոլոր պայմանավորվածությունները, որը մենք ձեռք ենք բերել, եւ գրել ենք եւ ստորագրել ենք եւ նաեւ հանրային արտահայտում ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները համարում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը եւ հարատեվությունը կարող եմ հույս հայտնել նաեւ։